Կանացեք, մենք եկել ենք մեր հարցի շուրջ, ոչ թե քաղաքականության մասին խոսել։ Իրար լսենք։ Դուք ինչ ասեք այս ամենի մասին, բայց ըստ էության հարցը քաղաքական դիրքում է։ Վարորդները արդարացին։ Մյուս խնդիրը որ կա, այս մարդիկ 200,000 դրամից ավել աշխատանք վաստակող են, 200,000 դրամից ավել վաստակում են իրենք, իսկ առողջության ապահովագրության հետ համապարփակ ապահովագրության հետ համակարգ օրինակ ներդրել են 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողը պետք է դառնա շահառու։ Հիմա այս պարագայում այս մարդիկ ի պետք է անվճար չսպասարկվեն, օրական աշխատում են մինիմումը 8-ից ավել ժամ, 10-ից ավել, տեսեք ասում են 10-ից ավել, հետևաբար պահանջը 3-ն է, այդ Yandex թվացյալ է Yandex-ը, այսինքն այդ on-line տիրույթի տաքսի ծառայությունները որ մատուցում են, իրենց տոկոսադրույքը պետք է իրենք իջացնեն, պետությունը պետք է մեր վարորդներին գրանցված աշխատող համարի, որ մարդիկ օգտվեն եւ թոշակ հետագայում ստանան եւ ուրիշ արտոնություններ ունենան եւ մյուս կետը որ կա իրենք կարողանան անվճար բուժ օգնություն ստանալ։ Սա վերաբերում է այն վարորդներին, ովքեր 200,000 դրամից ավել են վաստակում, իսկ նմանատիպ վարորդները շուրջ 40,000 են։ Հիմա ստորագրավակ իրականացնում են, որից հետո կներկայացնեն կառավարությանը կասենք պարտավոր է ընթացք տալ, եթե կառավարության կողմից 7-10 օրվա մեջ չեղավ ոչ մի պատասխան, լինելու է հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը վարորդներն ամեն մեկ իր առաջարկությունն ունի, որ դուրս գանք օրինակ փողոց 10 կմ/ժ արագությամբ երթևեկեն, ամբողջ քաղաքը պարալիզացնենք։ Մյուսը ասում է եկեք գնանք կառավարության դեմ ցույց անենք, բայց ինչ որ մի process հաջորդիվ գեներացվելու է։ Անպայման չի կարելի երկրում ոտնահարվի մասսայական 40,000 քաղաքացու իրավունք։ Դա անընդունելի է ու անբարոյական է։ Անանուկյան այս պահին քանի անձ է արդեն միացել ստորագրավակին։ 200-ից ավել ստորագրավակին արդեն միացել են, 200-ից ավել արդեն միացել են։ Վարորդներից մեկը քիչ առաջ ասում էր, որ եթե ստորագրավակը արդյունք չտա, առաջարկում է բոլորով համատարած որոշ ժամանակահատված չաշխատեն, այդ տարբերակը արդյունավետ կլինի։ Ես չեմ կարող դրա գնահատականը տալ արդյունավետության, ավելի արդյունավետ կլինի, որ իրանք դուրս գան փողոց 5-10 կմ/ժ արագությամբ երթևեկեն պարալիզացնեն ամբողջ քաղաքը։ Դա կլինի։ Որովհետև կախվածություն կա վարորդները կախվածություն ունեն։ Տեսեք, ես վարորդ եմ, իմը արենդ է, օրավարձ է։ Եթե ես ասենք չքշեմ 2 օր, այդ 2 օրվա ասենք փողը 3 օրվա, ես պիտի փակեմ, որովհետև չեմ կարող ասենք այսօր տանեմ մեքենան հանձնեմ, ասեմ ինձ քո մեքենան պետք չի, վաղը ես նորից մեքենան վերցնելու եմ։ Այդտենց չեն աշխատում վարորդները, հիմնականում ասեմ ձեզ, այդ ամեն ինչից զատ հələ մի հատ էլ իրանք մեծ պատվերները, ովքեր մեծ պատվեր է տալիս են ոչ թե այս սովորական էսկայնած տղեկին, տալիս են այն ընկերություններին, այն կազմակերպություններին, ովքեր իրանց հետ աշխատելով վերում են ներկրում են հոնքչիներն ու մյուս մեքենաները, ովքեր իրանց հետ են, իրանց մեքենաներն են։ Մեզ տալիս են պատվեր օրինակ 600 դրամ, 500 դրամ, 900 դրամ, որի համար հələ պետք է 3 կիլոմետր էլ այդ պրոբկեքի միջով եթաս։ Չաշխատելը դա տարբերակ չի, վարորդը չի կարա չաշխատի, ժողովուրդը դա անհնար է, բայց բացի աշխատելը, իսկ մենք վարորդներս կարանք արդյունավետ առանց խախտում կատարելու մի օր այսքանս որ գելնենք քաղաքի ամեն անկյունից 20 կմ/ժ ավարեյկեքով մտնենք քաղաք, այդ քաղաքը մի 3 ժամ խելքի չի գա։ Մենք հայտի արդյունավետ կլինի, բայց չքշելը դա անհնար է որոշ մարդկանց համար։ Մարդիկ այսօրվա դրությամբ հավատացեք հազարավոր մարդիկ ունեն ցանկություն միանան մեզի, բայց մարդիկ չեն կարա, որովհետև այն մեկը 3 օր չի տվե արենդը, այն մեկը 3 օր չի կարացե աշխատի, տունը իր հարցերն է, մարդիկ ստիպված են լինում տաքսու վարորդը, այսօր եթե ես տաքսու վարորդ եմ, եթե ես օրավարձով մեքենա եմ քշում, ուրեմն ես պիտի մոռանամ իմ տունը, որովհետև ես 14-ից 16 ժամ դուրս եմ։ Վարորդները վախում են կամերայի տակ, չեն ուզում Երևան։ Բերեք այս կամերայի, այստեղ ստորագրությունը։ Որ Yandex-ը բլոկ կանի, Yandex-ը, եթե դու ունես բողոք, ինքը քեզ բլոկ կանի։ Դե ժողովրդավար երկրում, եթե մեր վարորդը պետք է վախենա, դա վարորդի խնդիրը չի, արդեն պետության խնդիրն է, այսինքն պետությունը դարձել են վախի մթնոլորտ են առաջացրել, որ ցանկացած նաև սոցիալական հարցով մարդիկ մի քիչ քաշվում են, դա պետության շատ վատթարագույն խնդիր է,
այսինքն դա Նիկոլ Փաշինյանի խնդիրն է։ Որպես առաջնորդ, որպես բունտ անող բլոկել է։ Հիմա մի տարով, 5 տարով մարդկանց բլոկել է։ Այտենց հատկություններ ունի Yandex-ը, որը մարդկանց բլոկում է մի տարով, 5 տարով։ Դրա համար այդ մարդիկ շատերը վախենում են կամերաներից։ Քանի վարորդ կա, որ նոր մեքենա է գնե, օրինակ ոնքի մի քանի միլիոն դրամով վարկ է վերցրել, վարկը պետք է վճարի։ Նայեք, հիմա Yandex-ը այտենց կազմակերպություն է, ես հիմա ուզում եմ բարելավեմ աշխատանքս, բիզնես ավտո եմ զակաս տալիս, որ գա Վրաստանից բիզնես ավտո։ Մեկ է գալիս է օրենքի փոփոխություն, առանց ինձ զգուշացնելու, խոսքի թղթի վրա գրած լինի, որ այդ քո ավտոն որ բերում ես հարգելիս, հաջորդ տարի ինքը բիզնեսի ավտո չի լինելու։ Իմ ավտոն կոմֆորտի ավտո։ 24 թվականի պատկերացնում եք, ես որոշել եմ փողերս հավքեր, միկեր, ապարիկով, հաշվարկներով։ Նայեք, հաշվարկում եմ, որ ոնց մուծեմ, բերեմ ավտոն, ըստե բիզնեսով քշեմ մուծեմ, բայց գալիս է ավտոս տեղը հաստում է, մեկ է դու Yandex-ը հրամանա հանում, քո ավտոն էլ այլևս բիզնես չես կարող։ Ես դրա պատճառն էլ բացատրեմ։ Yandex-ը հետ աշխատում է հիմնականում հոնք չի ներդրող բանը։ $10,000 ավելի ես տալի, որ բիզնեսի մի քանի ամիս հետո մեկ էլ Նայ, անիմաստ բայլուս։ ավտոն այսօր գիննել ավտոների շուկայական գիննել է Yandex-ը որոշել։ Հիմա մենակ տաքսի շոֆերներն են ավտո առնում։ Եթե դա ավտոն բիզնեսին չի համապատասխանում, ուրեմն էժան է։ Հիմա իմ ավտոն առել եմ $15,000, մտածում եմ 10-ով կարամ ծախեմ, թե չէ։ Առաջ Չէ, հերիքա, լավ, քեզի բան պետք է ասեմ, լարի։ Այս մարդը առանց